Ուրեմն դա սուտ էր ներկայացված։ Ինչ որ ներկայացվեց եւ ինչի գենդերային հավասարությունը իբր թե պահպանված չէ, այլն բացարձակապես սուտ էր, որովհետեւ մի քանի դասագրքից պատկերացնում եք ինչպիսի զեղծարարություն էին արել։ Վերցրել էին առաջին դասանի այբեներանից, երկրորդ մայրենի մեկից նկարները, որտեղ մայրը, ասենք, ինչ որ խոհանոցում է կամ կար է անում, չգիտեմ ինչ, սովորական բան։ Դրանք միացրել են, իբր թե այբեներանը միայն մայրերը այդպես բաներով են զբաղված, ասենք դատախազ չեն կամ բան չեն, էլի։ Հիմա այդպես սուտ պատճառաբանությամբ դա բան արեցի, բայց իրականում այբեներանում 1000-ից ավել նկար կա, 1000-ից ավել։ Հիմա այդ 1000-ից ավել նկարների մեջ ընդամենը 2 տեղ էր, որ կինը իր գործով է զբաղվում, խոհանոցում, ասենք, ճաշ է, ինչ պետք է անի։ Կամ Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունը կա, որ այսօր ես եմ մաքրել հատակը, հանկարծ շնչեք, փոշի կլինի եւ այլն, մի աղջնակի նկար ենք դրել, դարձյալ հումորային բանաստեղծություն է դա եւ հումորով էլ ներկայացված է, բայց դա դարձրել են գենդերային ինչ-որ անհավասարության ցցուն մի կարկառուն բան էլի, այսինքն մարդը իրենց անգիտությամբ ասենք իրենց գիտելիք սենց ասեղի գլխի չափ է, ինչ որ չի տեղավորում այդ ասեղի գլխի վրա, դա հիմարություն է։ Այ սոցիալական ցանցերի ամենավատ բաներից մեկը դա է, որ այն արժող-չարժող մեր խոսքերով ասած, արժող-չարժողը կարող է իր լափառոշ բերանը բացել եւ ինչ ասես ասի, ասենք որևէ գիտնականի հասցեին, որևէ մտավորականի հասցեին